Թուրքիայի արտգործնախարար Hakan Fidanի հայտարարությունը չզարմացրեց ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը։ Այն ուղղակի վերահաստատեց Թուրքիայի գոհունակությունը Փաշինյանի կառավարության նկատմամբ եւ այդ կառավարության հետ մեծ հույսեր կապելու ակնկալիքները շեշտեց։ Հիմա մի քանի բան կա ուղղակի, որ Հայաստանը պետք է անի։ Այդ հարցով Հայաստանում ընտրություններ կան, ինչպես գիտեք, հունիսի սկզբին։ Դա էլ կարևոր հանգրվան է լինելու։ Բայց մենք տեսնում ենք, որ հարգարժան պարոն Փաշինյանը այս պահին հանրային կարծիքի հարցումներում, այսպես ասենք, առաջատար է։ Մենք իրապես աջակցում ենք այս հարցում նրա ունեցած կառուցողական դերին։ Այս ուղեգիծը, այս կամքը պետք է շարունակական լինեն։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողների հետ ճեպազրույցում Ֆիդանի հայտարարությանն արձագանքեց։ Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին եւ բոլոր այն մեր տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության, հանրության, մեծամասնության, խաղաղության գնալու եւ առևտուր անելու, ինչպես նաեւ թրիփի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին շնորհակալություն եմ հայտնում հարգելի գործընկերներ։ Դե հիմա էլ ինձ ներկայացեք, որ ես էլ իրանց բան եմ արել, շնորհակալություն եմ հայտնել։ Դրանք ինչ կլինի։ Քաղաքագետների շրջանում եւս Ֆիդանի հայտարարությունը սենսացիոն չէ, բնական արձագանք է Հայաստանի իշխանությունների աշխատանքին։ Անսպասելի չէ, որ Թուրքիան արտահայտում է այդ շահառությունը, որովհետև հաշվի առնելով Երևանի քաղաքականությունը, որը մեղմ ասած շատ լոյալ է Ադրբեջանի եւ Թուրքիայի պատկերացումներին, զարմանալի չէ, որ Թուրքիան բնականաբար կուզենա տեսնել այդ քաղաքականության շարունակություն, հետեւաբար այդ քաղաքականության գրողի կամ իրականացնողի շարունակություն իշխանության կարգավիճակով։ Թուրքիան մեծապես հետաքրքրված է թրիպով։ Թյուրքական աշխարհն իրար միացնելու մեծ հեռանկար է տեսնում, որին Հայաստանի իշխանությունները կողմ են։ Անկասկած է, որ Թուրքիան ճանապարհների հարցում առանցքային շահառուներից մեկն է իր պատկերացումներով եւ Թուրքիայի համար ճանապարհների ապաշրջափակման ռազմավարական նշանակությունը այդ թուրքական աշխարհի ծրագիրն առաջ մղելն է։ Հետևաբար իր պատկերացումներն էլ պետք է բնականաբար տեղավորվեն հենց այդ շրջանակում, այսինքն երբ Թուրքիան խոսում է այդ ճանապարհի եւ դրան առնչվող պայմանների մասին, ապա պետք է պատկերացնել, որ դրանք այն ծրագրի շրջանակում են կամ այն տրամաբանության, որ ներառում է այդ թուրքական աշխարհի ռազմավարությունը։ Ֆիդանը նաեւ հայտարարել է. Հուսով եմ մենք կտեսնենք Զանգեզուրի միջանցքի իրականացումը այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ այն կարևոր է կենտրոնական միջանցքի համար։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հրապարակվեց թրիպի վերաբերյալ շրջանակային փաստաթուղթը։ Մենք այս հարցի շուրջ 2 ժամ քննարկումներ ունեցանք իմ հարգարժան գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Մենք կարևորում ենք ադրբեջանական կողմի հեռանկարները։ Նախագահ Էրդողանը նույնպես տեղեկացվել է սրա մասին։ Թուրքիայի արտգործնախարարը չի թաքցրել, որ խանդավառված է թրիպի նոր փաստաթղթի շրջանառումից։ Ադրբեջանի սրտով թրիպի իրագործումը նա կապեց ընտրություններում Փաշինյանի իշխանության վերարտադրման հետ։ Այն քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, առավելագույնն է, որի շահառուն Թուրքիան է եւ նաեւ Ադրբեջանը, հետեւաբար այդ իշխանության պահպանումը բնականաբար դառնում է նրանց համար առավել ցանկալի եւ այն ակնկալիքն է, որ ունի Թուրքիան տվյալ պարագայում, որովհետեւ մեծ հավանականությամբ նոր իշխանությունը նշանակելու է Հայաստանի նոր քաղաքականություն, որը կտարբերվի եղածից, այդ թվում նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատկերացումների հանդեպ դիրքավորման մասով։ Հետևաբար զարմանալի չէ, որ Թուրքիան ակնկալիք է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի պահել իշխանությունը եւ շարունակել եղած քաղաքականությունը։ Թուրք-ադրբեջանական տանդեմի միասնական ու լավ մշակված ծրագրի մի մասն են Բաքվում պահվող մեր գերիներն ու պատանդները։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը վստահ է, որ նրանք օգտագործվելու են քաղաքական մեծ նպատակների համար։ Դարձյալ էստեղ Ադրբեջանից եղած արձագանքը զարմանալի չէ։ Իհարկե այդ արձագանքը նաև պատակ ունի քաղաքական կոշտ դիրքի շնորհիվ բարձրացնել, այսպես ասած, գինը այդ ամենի, բայց կրկնեմ, մեր հայրենակիցները այնտեղ պատանդարված են հենց քաղաքական գնով փոխանակման հաշվարկով։ Եվ Ադրբեջանը բնականաբար ձգտելու է այստեղ առավելագույն գին ստանալ յուրաքանչյուր բաց թողնվող մեր հայրենակցի դիմաց։ Իսկ Բաքվից այսպիսի հայտարարություն է եղել. Սոցիալական ցանցերում քննարկումները ենթադրում են, որ ներկայում ընթացող դատավարությունների մեջ գտնվողները նույնպես կարող են ի վերջո տեղափոխվել Հայաստան։ Այս ենթադրությունները պատրանքային են։
խունտայի առաջնորդների եւ ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործություններ կատարած այլ անձանց ազատ արձակումը կամ Հայաստան տեղափոխումը բացառված է։ Նրանք պատասխանատվության կենթարկվեն իրենց կատարած հանցավոր գործողությունների համար եւ երբ նրանց մեղքն ապացուցվի, նրանք կպատժվեն ամենախիստ ձևով։ Հիշեցնենք, որ հունվարի 14-ին հայ լրագրողները Վաշինգտոնում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանին առցանց հարց են ուղղել Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների մասին։ Նա պատասխանեց. Քննարկել ենք իհարկե այն հնարավոր խոչընդոտները, որոնք այս պահին մի փոքր ուրեմն չեն համապատասխանում խաղաղության ձևավորվող դրական տենդենսներին եւ համագործակցության տենդենսներին, իհարկե Ադրբեջանում պահվող անձանց հարցը այդ հարցերից մեկն է։ Հայաստանի արտգործնախարարն անգամ չօգտագործեց հայ գերիներ կամ Բաքվում պահվող մեր հայրենակիցներ բառակապակցությունը, ասաց Ադրբեջանում պահվող անձինք։ Ամեն ինչ լավ է եւ վերջում արդեն մոդայիկ դարձած ժեստը շնորհակալություն, ստեսություն։